Վերանց մի քանի րոպե անց երևի թե ցերեկվա ժամը 1-ն էր, ես չեմ հիշում, բայց օրը կիրակի էր, փետրվարի 28-ն էր։ Մեր ամբողջ բակը լցվեց սևազգեստ մարդկանցով, ջարդարարներով, որոնք բոլորը սև էին հագած, կրում էին սև ժապավեններ եւ գոչում էին մահ հայերին եւ անգամ կարգախոսներ են հնչում ռուսների դեմ։ Ես ուզում եմ, որ այդ փաստը ֆիքսեն, որովհետեւ երբ որ այսօր խոսվում է հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա չգիտեմ ինչու մոռանում են, որ մենք թերևս ունենք շատ ավելի ընդհանուր շահեր հիմա այսօր եւ այսօր տարածաշրջանում, քան միգուցե երբևէ։ Ինչևէ, ռուսները դուրս, դալոյ ռուսկիխ, այդպես ասեմ ռուսերեն։ Եվ այդ պահին, երբ արդեն ամբողջ այդ ջարդարանների խումբը շրջապատեց շենքը, հայրս երեխաներին տարավ ապահով տեղ, մենք լոգասենյակում ենք գտնվում, ասաց, որ դռները փակենք, անգամ անջատեց լույսերը, բայց քանի որ շուտ էր մտնում ձմեռ էր, հավանաբար վախեցավ, որ ոչ թե վախեցավ, անհանգստացավ, որ կարող է մենք վախենանք մթության մեջ նստել, հետո վառեց լույսերը նորից։ Եվ այսպես մենք մնացինք լոգասենյակում այդ սարսափի ու վախի զգացողությամբ։ Երևի թե երեխա ենք, այդքան չենք պատկերացնում իրավիճակը, միգուցե։ Եվ մի պահ ուրեմն լսվեցին ձայներ։ Ուրեմն ադրբեջանցիները գոռում գոչումով բարձրացան վերև, զարկեցին մեր դռները, նրանք նախապես գիտեին, որտեղ են հայերը բնակվում, որովհետև օրեր առաջ ինչ որ գրառումներ են կատարում, մտնում են ինչ որ նպատակով, ֆիքսում էին, ասենք, հայերի բնակարանները, որպեսզի կարողանան հեշտությամբ, ասենք, իրենց սև գործը անեն։ Եվ երբ որ դռները ծեծեցին, արդեն հայրս ու պապս սպասում էին, եւ հարց հնչեց. դուք ադրբեջանցի եք թե հայ։ Պապս հավանաբար ասեց հայ եմ, այն մտքով, որ ուրիշ ասենք միգուցե դա հնարավորություն կտար հետ գնալու, բայց իրենք արդեն գիտեին։ Եվ սկսեցին դռները ջարդել։ Այդ ընթացքում անկեղծ ասած մենք ոչինչ չենք տեսել։ Մենք ուղղակի լսում էինք եւ կարելի էր ենթադրել ինչ էր տեղի ունենում։ Մի պահ ես շատ հետաքրքրասեր էի, ճիշտ է, շատ վախեցած էի, բայց ուզում էի տեսնել ինչ է կատարվում։ Երբ որ բացեցի լոգասենյակի դուռը մի պահ, ես այդ պահին տեսա, ինչպես է հայրս կացինը օդի մեջ, արդեն պատրաստում հարվածել։ Ես չկարողացա նայել, իհարկե փակեցի դուռը, սիրտս սկսեց ավելի արագ բախել, այսինքն վախի զգացողությունը, ասեմ, մշտապես մեզ ուղեկցում էր ամբողջ ինքնապաշտպանության ընթացքում, երբ որ տղամարդիկ մուտքում, հետո ինչպես մենք տեղեկացանք, մենք ունեինք հարևաններ, նաև երկրորդ հարկում, ապրում ենք երրորդ հարկում, երկրորդ հարկի հարևանները, Տրթացյանները, հայր եւ որդի 4 հոգով, 8